Պարոն Հարությունյան, այս պահին 19 թեկնածու դիմել են ընտրական հանձնաժողով, որպեսզի մասնակցի ընտրությունների։ Դուք ուսումնասիրելով դաշտը, ձեր համար որ ուժն է այս պահին ավելի հաջողված կարելի ասել պայքար մղում ընտրությունների համար։ Ինչպես կգնահատեք այս պահին։ Ես ասեմ ձեզ, ըստ էության հայտնագործություն առաջ չեմ լինի, որ ասեմ, որ հանրությանը համարյա թե հայտնի են, թե որոնք են ֆավորիտ ուժերը։ Ընդ որում այդ ուժերը ֆավորիտ են ոչ միայն նրա համար այն կամ այն պատճառով, որ ինչ-ինչ պատճառներով ավելի հայտնի լիդերներ ունեն, հա, այլ նաև ֆավորիտ են ըստիս, որովհետև իրենց թիմը այդ ուժերի թիմերում կան ստեղծված իրավիճակում քաղաքական որոշումներ կայացնելու ունակ, փորձառություն, հմտություն, գիտելիք ունեցող մարդիկ։ Այդպիսի թիմերը, երբ որ հավակնում են խորհրդարանական ընտրություններում մասնակցությանը եւ նույնիսկ հաղթանակին, ինձ համար հասկանալի է։ Բայց երբ որ փորձում են մասնակցել ընտրություններին կուսակցություններ, որոնց նույնիսկ անուններն են առաջ անգամ լսում, որոնք ըստ էության լավագույն դեպքում կարող են հաղթարել 4% անոց շեմը, այսինքն նրանց նպատակը խորհրդարանում ինչ-որ 1-2 պատգամավոր ունենալն է ստացվում, ես այդ վարքագիծը հասկանալի չէ։ Ինձ համար նման քաղաքական վարքագիծը հասկանալի չի այն պարզ պատճառով, որ այսօր մեր պետության ու պետականության հանդեպ ստեղծված սպառնալիքները պահանջում են բավականին լուրջ, մոբիլ, քաղաքական հմտություն, փորձառություն ունեցող թիմերի մասնակցություն ընտրություններում։ Մեզ պետք չի 4% հաղթահարող թիմ։ Մի կերպ, հասկանում եք ինչ եմ ասում։ Անկասկած նրանց մասնակցությունը, ես չի ասի, որ դիտավորյալ են անում։ Նրանց մասնակցությունը անկասկած հանգեցնել է փոշիացման։ Այնտեղ կուսակցություններ կան, ես ինտերնետից խորհուրդ կտամ Արմինե Օհանյանի վերլուծությանը ուշադրություն դարձնել։ Շատ ճիշտ վերլուծություններ կատարած, իմ դուրս եկել է։ Այսինքն առանց առողջ, անաչառ, առանց ինչ-որ մի նախապատվությունների վերլուծություններ։ Ընդ որում ես համաձայն եմ այն թեզით, որ մի խումբ կուսակցություններ կան, որոնք բոլորն իրար հետ նույնիսկ 1% կարող չհաղթահարեն։ 1% ինձ համար հասկանալի չի ինչու են նրանք մասնակցում։ Այդ կուսակցությունների ղեկավարների նպատակը ինձ համար հասկանալի չի։ Մեկը նրան այ գտեք այդ մարդկանց ու հարցրեք, ասեք օրինակ ձեր նպատակը ո՞րն է, ինչու եք մասնակցում։ Օրինակ դուք այսօր Հայաստանի անվտանգությանը ձևավորված գործող իշխանությունների գործունեության արդյունքում այդ սպառնալիքների չզոքացման վերաբերյալ որևէ կոնցեպտուալ մոտեցում ունեք, հարցրեք այդ կուսակցությունների լիդերներին։ Հասկանում եք, չէ՞, չեմ ասում։ Պարոն Հարությունյան, որ մենք ուզում ենք փրկել։ Ինչն են փրկում։ Ում են փրկում, այդպես են փրկում, 1% հավաքելով են փրկում, իրանք չեն փրկում։ Այ իրենց հարազատները, իրենց բարեկամները, եթե առողջ մարդիկ են նրանք, իրենց այդ մտերիմին պետք է ասեն, լսեք, ձեր խաղը չի, էլի, հիմա չէ։ Խնդրեմ, իհարկե դուք պետք է անցնեք կայացման լուրջ փորձ, լուրջ փուլ։ Ես դա ընդունում եմ։ Ես չեմ մերժում այն հնարավորությունը, որ նոր ուժեր մտնեն խաղի մեջ։ Բայց գիտեք, այսօր խնդիրը բոլորին այլ է։ Խնդիրը այս առաջիկա ընտրությունները ազգային ժողով ձևավորելու մասին չեն։ Առաջիկա ընտրությունները Հայաստանի լինել չլինելու մասին են։ Հիմա այդ 1% հավանականությամբ հաջողություն արձանագրելու կուսակցությունը խի է մասնակցում։ Երբ որ գիտակցում է, որ իր թեկուզ 100 ձայնը կարող է փոշիացվի եւ օգտագործվի այլ նպատակներով։ Ես սա ինձ համար հասկանալի չէ, հավատացնում եմ ձեզ։ Ընդհանուր առմամբ ես տեսնում եմ այն ուժերին, 4-5 ուժեր, որոնք եւ ունեն պոտենցիալ իրենց թիմերը, մասնագիտական կարողությունների, փորձառության, հմտության, քաղաքական պայքարի փորձառության տեսանկյունից։ Եվ ճանաչելի են հանրության համար, այն նրանց պետք է աջակցել։ Ինչ կարծում նման փոքր ուժերը ինչն է իրենց խանգարում, որ կոալիցիա կազմեն օրինակ մեծ ուժերի հետ։ Նախ հավակնությունները։ Մեզ մոտ եկեք առանձին բացառություններով, չգիտեմ ձեզ ինչպես դիմել, բայց առանձին բացառություններով մեզ մոտ մարդ կուսակցություններ են։ Սկզբից առաջանում է լիդերը, նրա շրջապատում հավանաբար ասում են, լսի ինչ խելոք տղա ես, իսկ ինչու դու չես զում զբաղվես քաղաքականությամբ։
Ոնց մտածում եմ, իսկ միգուցե մի հատ կուսակցություն ստեղծենք։ Հասկանում եք, այսինքն կուսակցություն ձևավորելը, ստեղծելը ընդհանրապես քաղաքականության մասնակցելու տվյալ լիդերի հավակնությունը բավարարելու հնարավորություն է։ Հասկանում եք, նրանց խանգարում են այդ հավակնությունները իրենց։ Դուք կարծում եք նրանք հանրային կյանքի կազմակերպման դոկտրինալ ընկալումներ ունեն։ Հարցրեք որևէ մեկին։ Լիբերալ եք, ազատական եք, սոցիալ-դեմոկրատ եք, քրիստոնյա դեմոկրատ եք, ով եք դուք։ Հասկանում եք, պահպանողական եք թե ոչ, մեր երկրի, մեր իրականության մեջ հավատացնում ես ընդհանրապես մատերի վրա, մեկ ձեռքի մատերի վրա կարելի հաշվել այն կուսակցությունները, որոնք ունեն բավականին լուրջ, թե հանրային կազմակերպման սեփական դոկտրինալ ընկալումները մի կողմից, մյուս կողմից ունեն նաև այդ դոկտրինը կյանքի կոչելու փորձառու թիմ, քիչ թե շատ գոնե, հասկանում եք, ու այդ պայման, այդ ֆոնին, երբ որ ես կարդում եմ կուսակցությունների անուններ, որոնց ես նույնիսկ չեմ էլ լսել, չեմ ասում լիդերների մասին, ու նրանք փորձում են մասնակցել այս ընտրություններին, ինձ մոտ ստեղծում է տպավորություն, որ դա հատուկ է արվում երբեմն։ Համաձայն եք, որ ես այդպիսի ողջամիտ կասկածներ կարող եմ ունենալ, որտեղ դժվար է չէ, ընդհանրել, որ իրանք չեն գիտակցում, որ եթե նույնիսկ մի կերպ կարող է եւ չհայտարարես 4%-անոց շեմը, ապա ինչքան ձայն հավաքես գնում է նաեւ մնացածին։ Փոշի ասում ես ընդդիմադիր հատվածի ձայները առավել եւս, երբ որ դու հանդես ես գալիս իբր թե ընդդիմադիր դիրքերից։ Սա համաձայն եք, որ նման ղեկավարին երկու ոչխար չի կարելի վստահել այդ դեպքում։